Լույս արևելքում միսիոներական միությունը ներկայացնում է Չարլզ Սպերջեն Ասում եմ ձեզ, որ եթե սրանք լռեն, քարերն են աղաղակելու Ղուկաս 19:40 Բայց միթե քարերը կկարողանային աղաղակել Անշուշտ նրանք կկարողանային, եթե նա, ով բացում է համրերի բերանը, հրամայեր նրանց բարձրացնել իրենց ձայները։ Իհարկե, եթե նրանք խոսեին, ապա շատ բան կունենային վկայելու նրա փառքի համար, ով ստեղծել է իրենց իր զորության խոսքով։ Նրանք կգովաբանեին իրենց կյանքի կոչող Արարչի իմաստությունն ու զորությունը։ Ուրեմն միթե չարժե, որ մենք մեծարենք նրան, ով մեզ բոլորովին նոր է արել և քարերից որդիներ է հարուցանել Աբրահամի համար, Մատթեոս 3:9 Հինավուրց ժայռերը կարող էին պատմել Աստծո ձեռքի գործերը, թե ինչպես նա քաոսից կարգ ու կանոն հաստատեց արարչագործության տարբեր փուլերում։ Եվ միթե մենք չենք կարող խոսել Աստծո հրամանների և մեծամեծ գործերի մասին, այն ամենի մասին, որ նա արել է իր եկեղեցու մեջ։ Եթե քարերը խոսեին, կպատմեին իրենց քարհատի մասին, թե ինչպես է նա իրենց դուրս հանել քարհանքից և օգտագործել տաճարի շինարարության համար։ Եվ միթե մենք չենք կարող պատմել մեր փառավոր քարհատի մասին, որն իր խոսքի մուրճով կոտրել է մեր սրտերը, որպեսզի գործածի մեզ իր հոգևոր տաճարի շինարարության մեջ։ Եթե քարերը կարողանային աղաղակել, նրանք կմեծարեին իրենց շինարարին, որը հղկելով իրենց անհարթությունները պիտանի է դարձրել տաճարի կառուցապատման համար։ Եվ միթե կարելի է չխոսել այն ճարտարապետի և շինարարի մասին, որը մեզ մեր ճիշտ տեղում է դրել կենդանի Աստծո տաճարի մեջ։ Եթե քարերը կարողանային աղաղակել, հիշատակի բազում պատմություններ կպատմեին, քանի որ շատ անգամներ Տիրոջ առաջ հիշատակի համար մեծ քարեր են դրվել, այնպես որ մենք ևս կարող ենք վկայել մեր Աբենեզերների օգնության քարերի և հիշատակի սյուների մասին, Առաջին Թագավորաց 7:12 Օրենքի կոտրված քարե տախտակները աղաղակում են մեր դեմ, սակայն Քրիստոսն, ով իր հարության զորությամբ մի կողմ է գլորել գերեզմանի քարը, բարեխոսում է մեզ համար։ Այո, քարերը կարող են աղաղակել, բայց մենք թույլ չենք տա նրանց։ Մենք կխլացնենք նրանց աղաղակը մեր սուրբ երգերով և կօրհնենք Բարձրյալի մեծափառությունը մեր կյանքի բոլոր օրերում, փառաբանելով Նրան, ում Հակոբն անվանում էր Իսրայելի հովիվն ու վեմը, Ծննդոց 49:24